Ես այսօր ներկայացնելու եմ ինչ է նշանակում տարո, ինչ է նշանակում թվահոգեբանություն, մոգություն և ռունաներ։ 15-16 տարեկան ինչ-որ մարդիկ քնում արթնանում են երեխաներ, ասում են մենք սև մոգ ենք։ Տարոն կարող է քեզ դառնալ օգնական, շատ ինչ-որ հարցերում դու կարող ես որպես նա քեզ օգնական, խորհուրդներ հարցնել այս կամ այն իրավիճակից դուրս գալու համար։ Մարդիկ ասում են թող դու գիր կավրես, սովորել են այդ բառերը։ Ես ասում եմ դա թող դու գիր չեն ասում, կա տարբեր բացասական օրինակ, գործողություններ, ազդեցություններ։ Վայ ինչ տեսնում են, ասում են քո վրա տոհմական գիր կա։ Խոսքի օրինակ եմ ասում, սա կա, նա կա, ու սկսում են այդ էներգիան տանել, մեծ գումարներ աշխատել, վերջում սև ցուցակ են գնում, ասում են տեսություն։ Չի կարելի ուրիշի ցավի վրա ուրախանալ։ Բարև ձեզ, ես Ինարա Գրիգորյանն եմ, Ծովինար իրական անունս է, բայց ինձ Ինարա են ասում, տարոլոգ, տարոթվահոգեբան և ռունոլոգ։ Ինձ Բաց TV-ում հրավիրել են, ես այսօր հյուրն եմ և ես այսօր ներկայացնելու եմ ինչ է նշանակում տարո, ինչ է նշանակում թվահոգեբանություն, մոգություն և ռունաներ։ Սկսենք նրանից, որ տարոն ինքը շատ վաղուց, պատմությունը շատ քիչ մարդիկ որ գիտեն, փորձս բավականին մեծ է, 29 տարի, որտեղ ես բավական մեծ պրակտիկաներ եմ ունեցել, նաև կրիմինալիստիկայում, Ռուսաստանում աշխատելով։ Տարոն ինքը շատ հին մասնագիտություն է, որը գալիս է, ասում էին հին Եգիպտոսից, բայց ես մի փոքր կհերքեմ, ինչու, որովհետև հին ժամանակներում մարդիկ, սալդատները, զինվորները խաղում էին մեր թվարկությունից առաջ, սովորական 36 այդ խաղաքարտերով և տարոյի համակարգը ստեղծել է Rider-Waite սիստեման, ստեղծել են 3 հոգի, որոնք որ այս համակարգում բավականին մեծ էզոթերիկներ են եղել, որոնցից մեկը նաև Ալիստեր Քրոուլին է։ Տարոն ինքը 78 ընդհանուր քարտ է, այստեղ 22-ը մեծ կապ ունի հոգևոր քարտերի հետ, իսկ 58-ը դա 56-ը ներողություն ցույց է տալիս իրավիճակները, էներգիաների։ Ամեն մարդ չի, որ նրան կարողատրված լինի էներգիաները, այս ուժերը, որպեսզի նրանք կարողանան աշխատել, որովհետև մարդիկ կան այստեղ հենց մեր երկրում խառնում են սատանիզմի հետ, որը ոչ մի կապ չունի, ոչ սատանիզմի հետ, ոչ այլ կեղտոտ էներգիաների հետ, ինչու՞։ Որովհետև ամեն մի մեծ արկանը, եթե մենք հաշվում ենք, մեծ կապ ունի տարոն նաև աստրոլոգիայի հետ, աստղաբանության և թվագիտության։ Լսած կլինեք, որ աստղաբանության մեջ մոլորակները, երբ որ խոսում են մոլորակներից, օրինակ 12 քարտ տարո արկաններից, 22-ից որ հաշվում ենք, դա հորոսկոպի նշաններն են, խոյից սկսած մինչև ավարտած 12-րդ հորոսկոպի նշանից, ձկներից։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ նաև կան 12-ին գումարում ենք 7 մոլորակներն են, այստեղ նաև մեծ կապ ունեն արևը և լուսինը, ինչպես ասում են, հայր և մայր։ Եվ դրան գումարում ենք 3-ը, ընդհանուր անում ենք 22։ Այսինքն մենք խոսում ենք Դրևոսեֆիրոտ ծառ այս մասին, որը հոգևորի հետ մեծ կապ ունի և որտեղ կանգնած է մարդը և մարդը ունի էներգիաներ, 22 արկանները մեծ կապ ունեն այս էներգիաների հետ, թե ինչպես է մարդը աշխատացնում այս էներգիաները իր հոգևորը բարձրացնելով, պետք է լինի մարդը այս երկրի վրա, հողի վրա 8 թվանշանը ինչպես է անսահմանության թիվը, 8-ը, և հողի վրա կանգուն, բալանսի մեջ և հոգևորը, վերև, որ նայում ենք բալանսի մեջ։ Սա մեզ կապ ունի տիեզերական գործիքի հետ, որը կոչվում է սակրալ գործիք, և ամեն մի քարտը դա մեկ ուժ է, սա սովորական կարելի է ասել նկարներ չեն,
Ունեմ աշակերտներ, որոնք գալիս են ինձ մոտ, պարապում են, բայց ամեն մարդու չէ, որ հասու է, ես վերցնեմ, սովորեցնեմ, բավականին շատ սաներ ունեմ, ովքեր հաջող կարիերա են անում այսօրվա դրությամբ, բայց տարոքարտերին, երբ դու նայում ես, այստեղ կան բավական հետաքրքիր սիմվոլներ, օրինակ, ատշելնիկ քարտն է, հա, Հերմիտ են ասում, ինքը բավականին մեծ սիմվոլներ ունի, սովորական աշակերտը երբ գալիս է, ինքը չի կարող է օրակուլնի քարտերով աշխատել, ինչու, որովհետև ես սովորացնում եմ կլասիկ Rider Waite սիստեմայով, այնտեղ կան բավականին շատ սիմվոլներ, որտեղ շատ հեշտ են կարողանում ինֆորմացիան քաղել եւ այլն։ Եվ երբ որ ավարտում են ինձ մոտ, մարդիկ ստանում են օրինական պատվոգրեր, սերտիֆիկատ եւ օրինական շտամպը, հա, կնիքը ես դնում եմ եւ սովորեցնում եմ, որպեսզի մարդիկ լուսավոր ուղով գնան, այլ ոչ թե խավարի, որովհետև խավարը դա մի ուժ է, որտեղ որ մարդը եթե ընտրում է սևմոգությունը, դա պարտադիր չի, հա, մարդը վատություն անի, բայց կան մարդիկ այսօր Հայաստանի մեջ, ովքեր զբաղվում են անունն է սևմոգությամբ, բայց ոչ մի կապ չունեն տարոլոգիայի հետ, օրինակ կարող եմ բերել 15-16 տարեկան ինչ որ մարդիկ քնում արթնանում են երեխաներ, ասում են մենք սևմոգ ենք, հա, եւ այսպիսի մարդիկ մտնում են հատուկ տարոյի մեջ, մտնում են հատուկ մոգության մեջ եւ սկսում են վնասել իրական մասնագետներին եւ խաղալ իրական մեծ պրակտիկա ունեցող տարոլոգների, թվաբանների, թվահոգեբանների եւ ռունոլոգների անվան հետ։ Ես կարծում եմ հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս ամեն ինչին, որովհետև տարոն մի էներգիա է, որտեղ դու երբ գալիս ես սովորելու, ինչպես հիմարի քարտը, հա, 0-ից, որը ուրանն է, այսինքն դու կարող ես լինել քաոսում, դու կարող ես ունենալ ուժեր եւ գալիս ես ծանոթանալու մյուս 22 արկանների հետ հոգեվոր։ Եվ այստեղ դու 0 արկանը գլուպեց են ասում, հա, հիմար, ով գալիս է ամեն ինչ 0-ից սկսելու, ծանոթանալու այս քարտերի հետ եւ որպեսզի դառնա սկսնակ մասնագետ։ Ես վերցնում եմ բավականին հիմք ունեցող, հա, մարդկանց, իրանց հիմքը դնում եմ ճիշտ, ցույց տալով, որ ինչ ուղղությունով նրանք կարող են գնալ։ Մինչև դա դիագնոստիկա եմ տանում եւ բացատրում եմ իրականությունը։ Ավարտելուց հետո ուզես թե չուզես, եթե մարդը ունի ուժեր, իհարկե, հենց այդ դեպքում եմ ես վերցնում եւ այդպես տարոլոգ դեռ չկա, որ ինքը մոգությունը չձգի, հա, բայց քանի որ մոգությունը ձգում է, ես դիագնոստիկա եմ անում եւ ուղղությունը տալիս եմ լուսավոր մագիան, ինչու, որովհետեւ ով ինձ մոտ գալիս է, ես չեմ սովորացնում, որպեսզի մարդիկ գնան մարդկանց վատություն անելու, թուղթուգրեր անելու, ինչպես մեր հայկական, հա, սենց ծիծաղելի է մի քիչ, առանց հասկանալու, թե մոգական ազդեցություն, տարբեր մոգական ազդեցություններ, բացասական ազդեցություններ կան, առանց հասկանալու, թե ինչի մեջ են մտնում մարդիկ։ Ունեցել եմ իհարկե աշակերտներ, որ փորձել են իրենց կողմ գրավել, բայց ես նախորդ զգուշացրել եմ, բայց փառք Աստծո, որ ստապ կարելի է ասել գլխով հասկացել են, դրանցից մեկը իմ աշակերտներից է Արմանը Օրձյան, այսօր բավականին երիտասարդ է, բայց ունի բավականին մեծ փորձ արդեն 6 տարվա եւ բավականին հաջողակ է դառնում, իսկ երբ որ գալիս են քեզ մոտ, ուժեր ունեն, սովորում են, մարդիկ կարող են դառնալ հաջողակ, այդ դեպքում իհարկե նաստավնիկն էլ ամեն ինչ նաստավնիկի մոտ, ինձ մոտ կարող է լավ լինել։ Տարոն մի էներգիա է, որտեղ մարդիկ երբ դիմում են քեզ, մարդիկ հասկանում են, որ սա մի էներգիա է, որտեղ դու մեծ պրակտիկա ես ձեռք բերում, էներգիաների հետ ճիշտ աշխատելով, հա, քանի որ ունես ուժեր, չգիտես թե ինչպես դու պետք է դա կառավարես, ես սովորեցնում եմ դա ինչպես կարող ես դու կառավարել, ինչպես դու կարող ես այս էներգիաների հետ աշխատել եւ տարուն կարող է քեզ դառնալ օգնական, շատ ինչ որ հարցերում դու կարող ես որպես նա քեզ օգնական, հա, խորհուրդներ հարցնել այս կամ այն իրավիճակից դուրս գալու համար։ Իսկ ինչ է նշանակում թվահոգեբանություն, սկսենք սրանից, թվահոգեբանությունը դա բալանիներն են, օրինակ, մարդիկ կարող են ինչ-որ գործողություններ անել, հա, դա կարող է լինել բացասական երևույթի մասին եմ խոսում,
Երբ դու սովորում ես թվահոգեբանությունն էլ 1-ից մինչև 9 թվերը, որ աշխատում ենք, ամենայն դեպս իմ մոտ խորն է, էլի մեծ փորձով 22 էլի տարոլոգիայի թվերով եմ ես աշխատել, էլի պրակտիկան 20 տարի, ոչ թե 29, եւ այստեղ երբ նայում ենք մենք 1-ից 9, որ ես սովորել եւ ավարտել եմ բավականին ճանաչված նաստավնիկ եմ ունեցել, հա, հոգևոր ուսուցիչ Ալեքսեյ Կապուստինի մոտ, Կեյտու համակարգում, 1-ից սկսած դա արևն է, 2-ը դա լուսինն է, 3-ը դա համարում ենք մենք Վեներան, բայց այլտեղ դա այդպես չի համարվում, 4-ը դա Ռախուն է, 5-ը դա Մերկուրին է, 6-ը դա համարում ենք Վեներան, իսկ 7-ը դա Կետուն է, 8-ը դա Սատուրն է, 9-ը հասկանում ենք, որ Մարս մոլորակն է, հա, այս բոլոր էներգիաները մարդիկ կարողանում են արդեն սովորելուց հետո հասկանալ, թե այս կամ այն մարդիկ ինչու են որոշ գործողություններ անում, հա, ասենք աշխատացնում իրենց թվանշանը բացասական կողմով, իրենց կյանքը քաոս սարքելով եւ այլը։ Մենք կարողանում ենք դա հասկանալ այդ երևույթը եւ կարողանում ենք հետագայում, երբ որ մենք սովորում ենք, տալիս է թվագիտությունը, թվահոգեբանությունը քեզ այն, որ դու կարողանում ես բալանիները թվահոգեբանության, հա, մոլորակների հետ ճիշտ աշխատել, ոչ թե արդեն բացասական էներգիայի վրա դու նաև կարողանում ես օգնել քո ընտանիքի անդամներին, այն մարդկանց, ովքեր քեզ դիմում են, որպեսզի ծառայես այդ մարդկանց տալով օգուտ, հա, դրական էներգիա, որպեսզի մարդկանց կյանքերը փոխես, ինչպես դու կարող ես փոխել օրինակ տարո քարտերով, նույն թվագիտությունն է։ Էներգիաները թվահոգեբանության մի քիչ ուրիշ է, որովհետև այստեղ կա համատեղելիություն, նաև դու իմանում ես համատեղելիությունը սիրելիի հետ արդյոք դուք համատեղելի եք, հա։ Կոնսուլտացիաների ժամանակ շատ դեպքեր ա եղել, որ ես զգուշացրել եմ, ինչ չեն լսել, տուժվել են։ Նաև դու իմանում ես, թե ինչպես աշխատացնես այդ թվերը ի օգուտ քեզ, որպեսզի դու ունենաս հաջողություններ, խոսքի օրինակ, դու արդեն մասնագետ ես դարձել, դու կարողանում ես թվերի միջոցով, ունես YouTube-յան ալիք, ինչ-որ թվեր ակտիվացնել, որպեսզի այն, ինչ կանգեր առել քեզ մոտ, օրինակ եմ բերում, հա, դրանք սկսի ակտիվանալ քեզ մոտ, որպեսզի հոսք լինի մարդկանց, կլիենտուրա, ինչպես ասում են այսպես, հա, Հայաստանում։ Ինչ է նշանակում ռունաները։ Ռունաները դա աստծո լեզուն է, որը ես հիմա ձեզ ցույց կտամ։ Ամեն մեկը մի էներգիա, սա արևի ռունան է, կայծակի նման, որը իմ ճանապարհին միշտ հանդիպել է։ Արևի ինչի մասին է խոսում, ջերմության, մարդու էգոիզմի, հա, մարդու խոսքը տեղ հասնելու, կարող եմ նաև մի հետաքրքիր բան էլ ասել, խոսքի օրինակ, չամիչ, մամիչ, sense փոսիկ ունեցող մարդկանց, հա, ովքեր ունեն գեղեցիկ ժպիտ, խոսքի օրինակ, շրջապատում, իրենց աշխատանքի վայրում հայտնվում են, sense գեղեցիկ ժպիտ ունեն, փոսիկ թուշիկներով, եւ մարդիկ տեսնում են, sense միանգամից կոլեկտիվը ոնց որ փայլի, հա, սենց տաքության էներգիա է գալիս եւ մարդիկ բոլորը լավ էներգիա են ստանում, այդ մասին է։ Նաեւ կարող եմ ասել, որ արևը սա ռունա, ուրեմն սոուլ են ասում հինով, իսկ հիմա ներկապային ասում են սոլուգու, որտեղից է ստեղծվել այս ռունաները։ Իրենք էլ շատ քիչ են, 24-25 այս ռունաները, որտեղ կա վիրդը։ Վիրդ ինչա կոչվում, էլի նույն դուրակ պուստոյ, հա, դատարկություն, քարտն է, խոսքի օրինակ, եթե մարդու վրա կա արդյոք որևիցե մոգական գործողություն, եթե վիրդն է դուրս գալիս, դա խոսում է վտանգի մասին, այլ ոչ թե զրոյացման մասին, ռունագրերով դրանք խոսում են այո, որ վտանգ կա, ոնց որ ասես ջոկեր, հա, այստեղ վտանգը բավականին լուրջ կարող է լինի, այլ ոչ թե զրոյացում։ Դրանք տարբեր բաներ են, նայած թե ինչպես ես դու աշխատում ռունաների հետ։ Ռունան եկել է Օդին Սկանդինավիայից, ով Օդինը ինքը ամիսներ, մի քանի ամիս, կարելի ասել 1 ամիս, քանի օր թարս ծառի վրա, հա, ես ունեմ զոհ քարտ, հենց այդպես է կոչվում զոհ, որտեղ մարդը, հիմա ձեզ ցույց կտամ, թարս կախվել է, զոհ է գնացել ուրեմն
ստեղծելով ամբողջ ռունաները եւ իրանց նշանակությունները, հա, իրան զոհաբերելով, կախվելով ծառից։ Հիմա ես տեսնեմ, այստեղ մոտիկ են, փոքր նայենք այստեղ։ Ինձ շատ հետաքրքիր քարտ է, նաև կապ ունի հոգևոր էներգիայի հետ, 12-րդ մեծ արկանումը, որտեղ նաև շատ կարևոր ժեստ կա այստեղ, միստիկական, երբ որ զոհը, կախված մարդը, այստեղ ուրեմն չոքերի մոտ դրանք ծնկները ժեստ է արել, դա կապ ունի ձկների եւ Քրիստոսի հետ, հա, որտեղ Քրիստոսին ասում են խաչել են, հես է, 12-րդ արկանը, որ մենք տեսնում ենք, այստեղ մարդը տեսնում ենք, հա, կախված է, այստեղ մի քիչ ուրիշ է, որովհետև ամեն մարդ չի կարող իր նման սենց կոնկրետ ինֆորմացիա, հա, տա, մենք նայում ենք մարդը կախված է այստեղ եւ ձերքը գցում է գումարին, հա, այստեղ գումարը, այնտեղ մի քիչ ուրիշ է, կլասիկայով, այստեղ ուրիշ է։ Սա ինչի մասին է խոսում։ Երբ որ Օդինը ինքը ռունաներով ստեղծել է, այսպես զոհողության մասին է, հա, խոսում։ Երբ որ իրեն կախել է այսպես ծառից եւ ստեղծել է ռունաները, ռունագրեր են ասում, թաքնագրեր։ Հայաստանում ես ճիշտ ասած շատ եմ տեսել մարդիկ, ովքեր ներկայանում են, որ իրենք ռունոլոգներ են, բայց ես լրիվ զրո։ Եվ վիրդը, որը հենց ինքը այս քարտը, հա, եթե կա մոգական գործողություն, թե ոչ, այստեղ ոչ։ Նույն զրո քարտն է։ Ինչու, որովհետև այստեղ լրիվ ուրիշ է, այստեղ գնում է մարդու մոտ զրոյացում եւ մարդը կարող է դժվել իր խելքից, նորից շարունակելով հիմարություն անել։ Ինչու։ Այստեղ մենք խուրջինն ենք տեսնում մարդու հետևում, հա։ Այսինքն ինքը ունի կյանքի փորձ, բայց այդպես էլ դաշ չի լինում, շունը այստեղ զգուշացումն անում է, բայց մարդը նորից նույն սխալը, հա, կրկնում է։ Այսպես աշխատում են էներգիաները, իսկ ռունաները դրանք արարչական ուրեմն լեզուն է, որ ես անգամ երազներում եմ տեսել եւ ինձ մոտ բավականին ինքը շատ լավ ակտիվացումներով է, իմ հետևորդներն էլ են տեսել, այսպես ես աշխատացնում եմ ինձ վրա, աչի ես գիտեմ թե ինչի համար եմ ես իրան առաջադրանք տալիս, այսինքն ռունան երբ դու ակտիվացնում ես, երբ ինձ մոտ սովորում են նաեւ ռունան, որովհետև դասընթացները ես հիմա համադրել եմ 3-ը մեկում, հա, բազային 1 կուրս է 5-ից 6 ամիս, այսինքն տարո, թվահոգեբանություն եւ ռունա։ Ռունաները նախ, ամեն մի ռունան, երբ որ դու աշխատացնում ես, դու պետք է կարողանաս դա ապրես, ինչպես տարոն, ես սովորեցնում եմ, պետք է մեդիտացիա անես, դու մտնես ես ամեն ինչի մեջ, եւ այստեղից սկսում է քեզ մոտ էվոլյուցիա, այսինքն քո կյանքում փոփոխություններ, տրանսֆորմացիա, հա։ Եվ այդ տրանսֆորմացիաները ապրելով, տարոյից սկսած, ռունաներից ավարտած, դու արդեն սկսում ես հասկանալ, թե ամեն մի ռունան, ռունագրերը, թաքնագրերը, ինչպես են սկսում քեզ հետ համագործակցել։ Ասեմ, որ ռունան դա ամեն մարդու խելքի բան չի, ամեն մարդ չի կարող ակտիվացնել, որովհետև ռունաների հետ, որ դու աշխատում ես, դա ունի գին, դա մոգության մեջ, խոսքի օրինակ, երբ որ դու անում ես մոգության հետ կապված ինչ-որ ծիսակարգ, դա ակտիվացնելու, ինչպես են ակտիվացնում, խորհուրդ չեմ տալիս արյունով ակտիվացնել, որովհետև դա մեծ սխալ է, հետո ռունագրերը երբ գրում են ոչ թե վերևից, ներքև, այլ գրում են ներքևից, երբ մարդը կանգնած է հողի վրա, բարձրանում է վերև, հա, ամեն մի տառը, էլի ասենք ֆեունա, կամ սոուլունա, հա, այստեղ որ քարտն է, ուրիշ դնենք, որ ռայդոն, ուղևորության, ճամփորդության, հա, մենք տեսնում ենք գիծնա երկար, հա, ոչ թե պետք է ակտիվացնել ռայդոն վերևից ներքև, այլ ներքևից վերև, այսինքն դու կանգնած ես ներքև, ակտիվացնում ես վերև, դեպի արարիչ դու խնդրում ես, հա, հետո նորից այստեղ 2 գծերել կան, էլի ներքևից ռայդոյի, մի հատ գիծ այսպես ես բարձրանում, հետո երկրորդը, նորից էլի վերև։ Մենակ այդ դեպքում աշխատում ինչպես փսլինքով, ուրեմն ակտիվացումը դա լինում է փսլինքով եւ լինում է թքով, ինչ է ուզում քեզանից որպես օդկուպ,
Մոտկուպը դա որ ինչ է նշանակում մոտկուպ։ Երբ որ դու ռունաների հետ, ռունագրերի հետ աշխատում ես, ռունագրերը բացի իրանց ակտիվացնելը, դու իրանց պետք է տաս, ոչ թե ասես ես սա եմ ուզում, նա եմ ուզում, հա։ Դու պետք է ռունագրերին, երբ որ նկարում ես, հետը խոսես, այդպես ակտիվացնելով։ Ասում ես, որ ես քեզ տալիս եմ, այսինչ ռունան է, հա, ես քեզ ակտիվացրեցի եւ տալիս եմ առաջադրանք։ Խոսքի օրինակ, եթե ֆինանսային ինչ-որ ծիսակարգ է կարել, ֆեուն է, հա, դամաշնի սկոտ են ասում։ Տնային կենթանիներ, հա, օրինակ, ռունա ֆեուն է անում, նույն ձևով ներքևից վերև ակտիվացրեցիր, այսպես, կոպս լինքով կամ քարտադրությամբ ակտիվացնում ես ասելով, որ խոսքի օրինակ ֆինանսային հոսքի համար ես անում, ես ռունա ֆեխույ, ես քեզ տալիս եմ առաջադրանք, այսքան ժամանակահատվածում, այսպես են ակտիվացնում, ֆինանսային հոսք ձգել իմ եւ իմ ընտանիքի կյանք։ Ոչ ամեն ես ասում, ոչ մի բան եւ այլը։ Դրանից հետո ինչ դու պետք է տաս դրա համար այս ռունայի, հա, որովհետև ամեն մի ռունայի հետևում կանգնած է մեկ ուժին։ Խոսքի օրինակ, եթե ֆինանսի հետ է կապված, ընդհանրապես ռունաների հետ աշխատելուց գարեջուր, պետք է առնես նորմալ գարեջուր եւ ինչ որ այդպիսի հետաքրքիր օրինակ ջերգի, հա, այսպիսի հետաքրքիր բաներ տանելով դնելով, եթե տղամարդ ես կաղնու ծառի մոտ, խաչմերուկի վրա, որտեղ ապրում եք, այսինքն տղամարդիկ տղամարդու ծառի, հա, կաղնու ծառի մոտ, դնում եք մի փոքր սենց պոչասավոյ ստրելք է, հա, ուրեմն մի փոքր լցնում եք, շնորհակալությունը հայտնելով, կիսատ թողնելով այդ գարեջուրը այնտեղ, եւ մի փոքր ոչ թե կոպեկներ, ինչ որ մանրադրամ, մետաղադրամներ եւ այլը, այլ հակառակը։ Այնտեղ դնում եք չիպսեր, տիպեզ վարիանտ, հա, ինչ որ այսպիսի չոր բաներ, ջերգի, աղի ինչ որ բաներ ու թողնում գնում եք տուն։ Չֆիքսվելով, մոռանալով թե դուք ինչ եք ուզել եւ դա ունենում է բավականին շատ լավ արդյունքներ։ Նույնը կարա լինի, ասենք թե մարդիկ հարցնում են, հա, իսկ բա որ հետո ջնջվի, ասենք եթե արել եք ձեր ձեռքի վրա կամ աջ ոտքի վրա, հա, տեղերը, ուրեմն ամեն մի ռունան տարբեր ձևի է աշխատում։ Օրինակ ուռուզը ինչի չի կարելի կոկորտի մոտ անել, որովհետև եթե դուք ունեցաք խոսքի օրինակ զոբ, դա ինքը արագացնում է եւ դա կարա նաեւ տանի դեպի մահ։ Սենց ասեմ, որովհետև ես իմ պրակտիկայում բավականին շատ լավ գիտեմ, թե ինչ դեպքեր ա եղել, խուսափելու համար ինձ շատ են ասել, ես ասել եմ ոչ, ուռուզը խոսքի օրինակ չի կարելի, որովհետև ինքը արագացնում է ամեն ինչ, հա, տալչոկ, դա կոչվում է էներգետիկ տալչոկ։ Եթե ինչ-որ պած շարված է, քո դեմ չկա հոսք, ոչ մի ֆինանսային, հա, զգում ես, որ ինչ-որ բան փակ է։ Այստեղ ինչը կարող է օգնի, թեյվազն է օգնում, թեյվազ ռունան, որը շատ լավ կարող է աշխատել եւ արագ քեզ կարող է տալ արագ փոփոխություններ քո կյանքում եւ բերել նայած ինչ հարց է ձեզ մոտ, հա, ինչ հարցով եք դուք դիմում, թեյվազը հիմա գտնեմ, ասենք հղիության հետ կապված եկեք խոսենք, հա, մարդ հղի չի։ Սա բերկանան է, կապ ունի ծառը ուրեմն բիրյոսկայի հետ եւ կապ ունի հղիության հետ, ստեղ կնոջ մասին է խոսքը, հա, բերկանան, եթե դու հղիության հետ պրոբլեմ ունես, բայց գնում ես բժշկի քո մոտ ամեն ինչ նորմալ է, բերկանան դու կարող ես շատ հեշտ ակտիվացնել եւ դու ունենաս լավ արդյունք, սա հղիության մասին է խոսում, չի կարա ստեղ դա հենց այնց չաշխատի, հա, ունենում է լավ արդյունք, դա բերկանան է, խոսքի օրինակ, դու ինչ-որ իրավիճակներում ես, ցանկանում ես ազատվել ինչ-որ պրոբլեմային մարդկանցից, սառացնում ես իրավիճակը, դա իսան է, որը կոչվում է սառեցում, հա, այսինքն, մի քիչ կոպիտ օրինակ բերեմ իմ կյանքի փորձից, երբ ես այգում ման եմ գալիս իմ կենթանու հետ, շունիկի հետ, կարող եմ մի շուն ենքան հաչա, ես սկսում եմ նայել սենց ուշադիր, հա,
այդ շունիկին, որ այդքան աղմկոտ հաչում է, ներքևից վերև ես գծում եմ իսան եւ շունը սկսում է լռել։ Բավականին երկար ժամանակ։ Դա հենց սա առեցումն է։ Նաեւ կարող է այսպես նշանակել, հա, ձայնը կտրել։ Այո, եւ զգում ես, շունը հանգստացել է, всё, դու կարաս նորից վերևից ներքև նայել, որպեսզի դու դա ջնջես։ Ռունաները այսպես են սկսում աշխատել։ Նույնը թվերն է, եթե խոսքի օրինակ դու կյանքում պատահական ոչինչ չի լինում, հա, դու կարող ես արթնանալ կամ երազումը տեսնել ինչ-որ թվեր։ Թվերը դրանք էլի արարչական լեզու են, որով քեզ զգուշացումներ է գալի։ Խոսքի օրինակ, մի այնպեսի բան կա, որը որ ամեն մարդ չի կարող այս մասին խոսել, ոչ մի պրակտիկ չեմ լսել։ Ասենք թե դու քո անընդհատ քեզ գալիս է թվեր տարբեր համարներով, դուրս աֆիշներով եւ այլը, դու ընդհանրապես ուշադիր չես այդ ամենին, մեկ էլ նույն թվերը քեզ գալիս է երազում։ Խոսքի օրինակ 77 թիվը, հա, կամ 85, օրինակի համար եմ ասում։ Դա կարող է լինի այսպիսի բավական բացահայտ քեզ ճիչ, արարչի կողմից զգուշացում, որ դու պետք է ուշադիր լինես։ Խոսքի օրինակ 77 տարեկանում ով է մահացել քո բարեկամներից։ Կա բավականին շատ մարդիկ, իմ կյանքում էլ ա եղել։ Խոսքի օրինակ 77 տարեկանում իմ տատիկն է մահացել։ Մի պահ կար, որ ես ուշադիր չէի, հա, խոսքի օրինակ իմ շուրջ, որովհետև ժամանակ չկար, աշխատում եմ մասշտաբի հետ։ Եվ ես անընդհատ այդ թվերը 277 տեսնում էի։ Հետո ես նորից ասում էի ուշադրություն չդարձնել, դուրս էի գալի մեքենայի առաջի երկու համարները 7-7, հա։ Այսինքն սա քեզ զգուշացում է, կարա լինի ինչպես բացասական, այնպես էլ դրական, որպեսզի դու դրան պատրաստ լինես։ Արարիչը քեզ այս մասին զգուշացնում է։ Իսկ եթե 4-երի հետ է կապված, հա, 4-ը ինչի հետ կապ ունի, շատ է լինում։ Մենք տեսնում ենք 44 թիվը, 44, 11, Խոսեմ 11-ի մասին, բավականին ինքը շատ հետաքրքիր է, որովհետև ամեն մի մարդ չի, որ կարողանում ասա ճիշտ ձեզ ներկայացնել։ Առաջի 11-ը դա պորտալն է, որը բաց է, հա, երկրորդ 11 արդեն երկրորդ պորտալն է, որը արդեն բացվում է։ Դու կարող է լինես մի մասնագետ, խոսքի օրինակ ունես ուժեր, իմ մասնագիտականով եմ բերում, որովհետև ես շատ տեսել եմ անցած տարի։ 11-ը դա այն պորտալն է, որ ինչ-որ մի բան սկսում է քո մոտ լճանալ, դու պետք է մտածես նոր բան, որովհետև նոր պորտալ է բացվում, էներգիաները փոխվում են, հա։ Դա կապ ունի քեզ հետ։ Դու աշխատում ես քեզ համար, մեկը դա նաև նորից, կրկնում եմ, մասշտաբն է։ Թվերի մեջ, ովքեր ծնվել են 1 թվանշանի ներքո, հա, ում թվանշանն է 5-ը, ում նշանն է թվանշանը 6-ը, ընդհանուր որ գումարում ենք, ում թվանշանն է 8-ը, ում թվանշանն է 9-ը, սա մեծ մասշտաբների մասին է խոսում, որ մարդիկ պետք է աշխատեն մեծ մասշտաբի հետ։ Ես ունեմ բավական հետաքրքիր այլ մասնագետ, ում հետ կիսել եմ իմ աշխատանքը, այս վերջերս բոլորդ տեսած կլինեք սեմինարի։ Թիվը 5-ն էր, սազնանիայի, էլի մասշտաբ, հոգու թիվը 8-ը, այսինքն մարդը ունի մի քանի տեղ, համ կոսմետոլոգիայի սալոն, համ զբաղվում է SMM մասնագիտությամբ, հա, համ էլ զբաղվում է բավականին մեծ մասշտաբի հետ։ Մի քանի աշխատանք ինքը իր ձեռքի տակ ունի, բայց քանի որ 8 թիվ կա այստեղ, ես միշտ զգուշացնում եմ, հա, այդպիսի մարդկանց, որ 8-ն էլ է մասշտաբ, բայց երբ 8-ը սկսում է կախվել ֆինանսներից, ստեղ իր մոտ կարող, այսինքն մենակ մտածում է ֆինանսների մասին, դա ցածր էներգիան է, սկսում է լճացում եւ մարդը չգիտի ինչ անի, որ առաջ գնա, էլ ինչ անի, որ գումար աշխատի։ Այստեղ պետք է նայես մարդու կարմիչսկի հոգեմատրիցայում, հա, ճակատագրի։ Տեսնում ես խոսքի օրինակ, պերեիզբիտիկ էներգիա, տենց են ասում, հա, կարող է լինի շատ 8, այսինքն մարդը շատ է կախված այս 8 թվանշանից, հա, մատերիալնի միր, այսինքն ֆինանսայինից շատ կախված է։ Ստեղ պետք է իր համար երկուսը բալանսի մեջ լինի, չպետք է կախվի, պետք է նոր բան մտածի, դա 3-ն է, էլի եմ ասում, պետք է նայել մարդու հոգեմատրիցայի մեջ, արդյոք ունի մարդը 3, եթե նայում ենք չունի, այստեղ մարդը պետք է աշխատի նաև 3-ի վրա, 3-ը որն է հոգեմատրիցայում, չկա անալիզ,
8-ը կա անալիս, հա, բայց պետք է մանրակրկիտ լինի, բայց մարդը կախված է այս ֆինանսներից, դա ցածր էներգիան է, որը չի թողնում մարդուն առաջ գնա, որովհետև հոգևոր պլանն էլ է պետք բալանսի մեջ, հա, լինի, ներդաշնակ լինելով մարդկանց հետ, որովհետև 8-ն էլ է հաջողության թիվ, բայց 3-ը ինքը կարա խոսքի օրինակ, հա, մի հատ 3 ունենա, ոչ թե իմ նման մի քանի 3, եւ այստեղ մարդը կարող անալիզ չանի, բայց մտածի խոսքի օրինակ եկավ գումար, որովհետև 8-ը չի կարող աշխատացնել, լճացել է, մոտը մարդը կախվել է, հա, այս մատերիալի միրից, ֆինանսային աշխարհից։ Եվ այստեղ մարդու մոտ գալիս է 3-ի մասին մտածելու, այսինքն դա նոր գիտելիքն է, եթե դու ունես գիտելիք, դու պետք է այդ գիտելիքը 8 ֆունդամենտել է, հա, 3-ը երկար ֆունդամենտ դնելու համար 10 մարդկանց, այլ ոչ թե պահես, լճացումը ստեղծես, հետո էլ ասում ես գումար չկա, կամ ինչ-որ նոր բան սովորես, երկրորդ, երրորդ մարդու միջոցով, եւ այստեղ դու գիտելիք ձեռք բերես, անալիզ անես, ոչ թե մտածես կարճ, այնքան որ ես հիմա գումար աշխատեցի, դա երկար չի տևի, որովհետև պետք է այստեղ անալիզ անել 8-ը, նաև 3-ը ռաշյոտ, այսինքն դու դնես հիմք, դու դնես երկար ժամանակով ֆունդամենտ նոր բան սովորելով երկրորդ, երրորդ մարդու միջոցով, հա, այսինքն դու պետք է 10 էներգիա, ռեսուրս դնես, ֆինանսներ, սովորես, երկրորդ, երրորդ, դրանք ուսուցիչներն են 3-ը, հա, մարդկանց միջոցով գուրուներ են ասում, դու հետո գիտելիքը դու պետք է 10 մարդկանց, որովհետև դու եկել ես մարդկանց կյանքեր, դա 8-ն է, փոխելու, աշխատելով, հա, մեծ մասշտաբի հետ, իսկ սա շատ մարդիկ չգիտեն, դրա համար լճացումը շատ է, հիմա էներգիաները փոխվել են, չգիտեն, կանգնում են, ասում են, գիտես ինչ կան մոտս ոչ մի բան լավ չի լինում, ինչ կարող եմ անել, նեգատիվ չպետք է, նախ բացասական չպետք է մտածես, պետք է իրավիճակը բաց թողնես, հոգևոր աշխարհը, հա, պետք է աշխատացնես, չկախվես այդ ցածր էներգիաներից, պետք է ինչ-որ նոր գիտելիք ձեռք բերես, իսկ մեր Հայաստանում տգետները բավականին շատ են, ցավոք սրտի, տգիտությունը ես չեմ կարող էլ ուրիշ ձևի ասել, հենց տգիտության շնորհիվ է, որ մեր երկիրը գնում է ինչ վիճակում ներկապահին հասել է, հա, իսկ ինչ վերաբերվում է մոգության հետ կապված, ովքեր դիմում են կոնկրետ ինձ, մոգության հետ կապված, եթե մի բան իմ աշխատանքը չէ, որովհետև ես խոսքի օրինակ մարդիկ ասում են թուղթու գիր կավրես, հա, սովորել են այդ բառերը, ես ասում եմ դա թուղթու գիր չեն ասում, կա տարբեր բացասական օրինակ, հա, գործողություններ, ազդեցություններ, խոսքի օրինակ սիրային մագիա, դա թուղթուգիրի հետ ինչ կապ ունի, թուղթուգիրը դա, երբ որ մուսուլմանական, հենց թղթի վրա, մուսուլմանական ինչ-որ բաներ են գրում կամ հայկական, հա, հենց ինչ-որ խաչեր են դնում եւ այլ եւ այլ եւ այլ, ես դա էլ եմ անցել իմ պրակտիկայում բավական հաջող, բայց հարցը դա չի, այստեղ հարցը նա է, որ այնքան տգետ մարդիկ կան, որ մտնում են ասում են մենք տարոլոգ ենք, մենք մոգ ենք, մենք սա ենք, մենք նա ենք, միայն մարդկանց խաբելու, իսկ մարդուն խաբեցիր, դու ամեն ինչի ունակ ես, հա, այդ մարդը իր պորտալը բացում է քո առաջ, սկսում են այդ մարդու էներգիաներով սնվել, հա, այսինքն վախի էներգիայով, այդ մարդը վախեցավ, մանիպուլյացիան գնում է այստեղ, հա, մանիպուլյացիան գնում է, հետո այդ մարդկանց գլխացավեր են ունենում, անքննություն, գործերը վատանում է, մարդիկ չեն հասկանում, ես ինչ է կատարվում իմ հետ, մինչև իրանց դիմելը նորմալ էր, հա, մտածում են թուղթուգիր է, սկսում են իրանց կոդավորել այդ մարդիկ, խաբեբաները, վայ ինչ տեսնում են, ասում են քո վրա տոհմական գիր կա, խոսքի օրինակ եմ ասում, հա, սա կա, նա կա, ու սկսում են այդ էներգիան տանել, մեծ գումարներ աշխատել, վերջում սև ցուցակ են գնում, ասում են ստեսություն, այսինքն եթե դու մասնագետ ես, իրական, սենց խաղալով իրական մասնագետների անվան հետ, պրակտիկների հետ, նախ, եթե դու կասկածում ես, քո կասկածելը շատ քիչ է, եթե դու դիմել ես կոնկրետ ինձ, ես պետք է հասկանամ, թե ինչ բացասական էներգիայի հետ գործ ունեմ, արդյոք դա իմ աշխատանքն է, որովհետև ես դիագնոստիկա եմ անում, մարդը պետք է, եթե դուք դիմել եք մասնագետի, ինքը առաջինը հենց գործը, որ վերցնում է, կարող է դա ձեր գլխում է, որովհետև շատ է եղել, մարդը դիմել է ինձ, այնքան որ կոդավորել են, մանիպուլյացիա են եղել, դրա հետևանքն է եղել, ստեղ պետք է արդեն հոգեբանորեն աշխատացնես, տարոն թվա հոգեբանությունը և
ռունաները ակտիվացնելով ճիշտ մարդուն ճիշտ էներգիայի վրա դնելով, որպեսզի ընդհանրապես այդ էներգիաները գլխից իրա դուրս գա։ Ու սկսում է ինքը աշխատել, հա, բալանիները տալով։ Բայց եթե մարդուն նայում ես, իրոք կա վրա, դա շատ քիչ է եղել ինձ մոտ։ Եղել է օրինակ Ռադավոյի, հա, որ ասում են տոհմական գիր։ Մի հատ դեպք է եղել ինձ մոտ, որ ես միշտ պոզիցիա ունեմ տարող քարտերով, երբ աշխատում եմ, հարցնում եմ, արդյոք ինձ թույլատրում է արարիչը, որպեսզի ես այս աշխատանքը վերցնեմ անեմ։ Եթե դրվում է ժայռ քարտը, ես գեղեցիկ ձևով ասում եմ ցտեսություն, ես այս գործը չեմ վերցնում, ինձ արարիչը արգելում է։ Ուրիշ մարդիկ կարային գումար վերցնեին, ասեն դե ցտեսություն վերջում էլ, հա, սև ցուցակ գցեին, գումար աշխատեն, բայց իրականությունը տենց չի։ Դրա համար մենք ունենք էլի երկու լավ մասնագետներ, ում ես հələ այսքան ժամանակ չի եղել, որ եթե ինձ խոսքի օրինակ, հա, իմը չի, ես այդ անձին զանգում եմ, ինքը նայում է իրանն է, վсё, վերցնում ինքը մինչև վերջ, ոչ թե մի մաքրումով, այլ մի քանի մաքրումով է դա փուլերով է սկսում աշխատել։ Մի քանի փուլ աշխատելով մինչև վերջ հասցնում են արդյունքի, որպեսզի մարդը ազատվի նման կեղտոտ գործողություններից, անեծքներից։ Շատ եղել է ինձ մոտ պատվերներ նորացին երեխեքի հետ կապված, ինչը շատ դառնա, հա, շատ դառնալի է ինձ համար, բավականին ցավոտ թեմա։ Ասելով, որ խոսքի օրինակ նկար են ուղարկում երեխայի, մանուկ երեխայի նոր ծնված, ասում են խոսքի օրինակ, ես ուզում եմ այս ընտանիքից մուրս հանեմ, հա, վրեժ լուծեմ, այսինքն հարց եմ տալիս նպատակդ ո՞րն է, այս երեխեն անմեղ քեզ ինչ արե, ինքը չի արե, իր մաման արե, իր պապան արե, խոսքի օրինակ սիրուհին է դիմում, հա, ուզում էր իր հետ ամուսնանար, չի ամուսնացել, մուրը երեխայից է ուզում հանի, որ կորցնի, խոսքի օրինակ, ինքը ամուսնան առանց հասկանալու, որ զորով ուրիշի կամքին հակառակ չի կարելի տիեզերքի օրենքները խախտել, սենց թե նենց, հա, այդ տղամարդը թողելու էր իրան, կինը պետք է հասկանաս, թե տղամարդիկ էլ են շատ դիմում կանանց վրա մոգական ազդեցություն անելու, որոնց ես սև ցուցակ եմ գցում, առանց վարանելու, եւ ես այդ մասին բարձրաձայնել եմ 2-3 տարի առաջ։ Ովքեր են իրական մասնագետները։ Իրական մասնագետները դա այն մարդիկ են, ում մոտ հենց խաբեբաներն են շատ հայտնվում, փորձելով ինչ-որ բաներ սովորել, նրանց ռեպուտացիայի հետ խաղալ, որովհետև ունեն ինքնահաստատման կարիք, եւ ես իմ մեծ փորձից եմ ասում դա, որովհետև այսօր բավականին ցավոք սրտի այդպիսի խաբեբա մարդիկ շատ են, հա, եւ կարելի ասել շատ երիտասարդների մեջ, ովքեր ինքնահաստատվելու կարիք ունեն եւ այլ նպատակներով են անում, փորձելով դեգրադացնել մեր ժողովրդին, մեր երկիրը, տանելով դեպի կործանում։ Դրա համար ես խորհուրդ կտայի մարդկանց, որպեսզի գնան դեպի լույս, որովհետև այսօրվա դրությամբ սաղմոսով է, հա, պահվում մեր երկիրը, չնեղացնեն կենդանիներին, շներին, կատուներին, թռչուններին, ընդհանրապես այն ինչ ստեղծել է արարիչը, հա, որովհետև դա իմ համար բավականին ցավոտ թեմա է եւ ես ինքս չեմ կարող անտարբեր անցնել sense թեմաներից։ Ինչով կարող եք ես իմ խորհուրդը, հա, որպես խորհուրդ, ես խորհուրդ եմ տալիս, եթե դուք չեք կարողանում կենդանիներին օգնեք, բնությանը չվնասեք, հա, գոնե մի աղտոտեք մեր երկրի կառման եւ մի աղտոտեք այն, ինչ ստեղծել է արարիչը, որովհետեւ պատիժները դրանք լինելու են ոչ միայն երկնային, այլ դրանք լինելու են հարվածները բավականին ծանր, ինչու են ասում, Աստված խփում է քո թույլ տեղը, ում դու շատ ես սիրում, քո երեխային, քո ծնողին, դուք պետք է սիրելի հայ ժողովուրդ մտածեք այս մասին, ես ինքս էլ եմ հայ իմ կյանքում սխալվել, ինչ-որ ազդեցության տակ մնա ընկնելով, բայց դա տևել է մեկ օր, ես իմ սխալը հասկացել եմ եւ ես իմ սխալը ընդունել եմ եւ հանրային, ինչու որովհետեւ ես բավականին ուժեղ բնավորության տեր մարդ եմ եւ ես շատ ուրախ եմ, չեմ փոշմանել, որ ներողություն եմ խնդրել աստղաբան Տիկին Լուսիա Հակոբյանից։ Ես շատ գոհ եմ իմ արածից
որովհետև ես հասկացել եմ, որ պետք չէր, չի կարելի ուրիշի ցավի վրա ուրախանալ, չի կարելի, հիմա ստացվել է, ամենայն դեպս հիմա իմ խիղճը հանգիստ է, հիմա ես իրան ճանաչում եմ և կա այդ մեղքի զգացումը ամենայն դեպս ինձ մոտ, մինչև հիմա, չնայած ինքը ինձ ներել է, բայց մեկ է, այդ ծանրությունը ես զգում եմ և ես կխնդրեի հանրությանը ռեալ դատել, ով ինչ է ասում, ինչ չի ասում, այդ մարդիկ խոսում են իրենցից, իրանց իրական դիմակն են ցույց տալիս, որովհետև մարդ եթե իրա մեջ աստվածայինը չկա, հոգին մաքուր չի պահում, չի կարա իրա մտքերը մաքուր լինի, հասկանում եք, չի կարելի մասնագետը մասնագետի հանդեպ ռեպուտացիայի հետ խաղա, սուտ բաներ խոսի, դա սատանայի ծրագիրն է, ես ոչ մի անգամ, ոչ երկու անգամ, ես նայել եմ, գիտեմ այդ մարդը ինչ ծրագրով է եկել, և այդպիսի մարդիկ, ովքեր այդպես բաներ են տարածում, դրանք հենց աղետ են բերում մեր երկրին, դեգրադացնելով ժողովրդին, մի լսեք նման ագրեսիայով, նման թափթփուկներին, ես միայն դա կարող եմ ասել։